Դեր բացիր աղբյուր բրգարար։ Այս շատ սիրած երգը գրած է Adam Reeder եւ երաժշտությունը գրած է Henry Perkins։ Edan ծնած է Միացյալ Նահանգներ, Ինդիանա նահանգի մեջ եւ ծնած է 1839 թվականին։ Անոր հայրը եղած է Հովիվ, մայրը եղած է Ցայնամարս, եղբայրը եղած է երաժշտակետ, այնպես որ Էդեն մեծավ հոգևոր շրջանագի մեջ, հոգևոր շունչով եւ արվեստով, եւ Էդեն ուներ իր մեջը ցիրկը, որ չեր գնալ, գկրեր շատ արագ, շատ հաճելի եւ շատ սիրուն երգեր, գփարապաներ Աստծո, անոր համար շատեր գուքային իր կովը եւ իր մեկը խնդրեին որ երկրե եւ Էդեն շատ կսիրեր Աստվածաշունչ գարտալ շատ կգարտար համարներ գսորվերքոց որբեսի գարենար այդ իր ցիրկին համեմատ իր երկերը Աստվածաշունչի հիման վրա ըլա աննաև երբ որ մեծավ իր հորը հետևեցավ եւ քնած աստվածապանական ջեմարան եւ դարձավ եկեղեցու հովիվ նաեւ ան ծրիապար գարավարական դբրոցներու մեջ աշակերտներու Սուրբ Գիրքը գուսուցաներ Հիսուսի մասին գխոսեր եւ այդպես երանտուն աշխուժ ուր որ հրավիրվեր գերտար գխոսեր գավեդարաներ եւ ինքը իր անունը ելածեր շատ արագ երկեր քրող եւ անոր ոյ մեկ եկեղեցի ոյև մեկ նյութի մասին երբ մգուզեին հրամցնել ժողովրդին շուտով իր կովը Էդենին կովը գերտային եւ Էդեն Աստվածաշունչը կփանար եւ գկրեր որոշ երկը եւ օրմը միսիոնարական ընկերությունը պիտի երթար արշավի ավետարանչական արշավի արտնության ժողովներու արշավի եւ շուտով եկան Էդենիկով եւ Էդենի ասին երբ մգուզենք երկրե երգիր պիտի բդդինք շատ օդար մարդոց պիտի հանդիպինք որոնք ծարավ են Աստծո խոսքին մեզ երբ մկրե որ թե դերը կփարապանե թե Հիսուսի չարչարանքներու մեջ մասին է եւ թե այդ երգը գհրաբուրե գմղե որբեսի անցը Հիսուսիկա եւ բրգությունը ստանա Էդեն այդ ժամանակը գարտար Զաքարիա 10-րդ գլուխը եւ Զաքարիա 13 մեկի մեջ կսե որ բրգության աղբյուրը բացվեցավ բոլոր ժողովրդին իրենց մեղքերեն եւ բեղձութենեն լվացվելու երբ որ այս համարը գարտած քրեց դեր բացիր աղբյուր բրգարար դեր բացիր աղբյուր բրգարար մեղավոր գոչեն քեզ օրհնյալ զինքով երկերով ով արդար կազատինք մեղքեն անիծյալ Եվ անսոր, և ապստահան պիտան, դեր լվամակվե զիս այսօր, ըլամ ջերմակցյունի նման, ծունենալ ջերման, դեր լվամակվե զիս այսօր, Շոտերիպ սուրբ պսակ անդարման վենքեն զոր գրեց Հոհիջան իրավ այն ապտակ զոր գրեց երբ մեզ ազատեց Հոհին սերանին և հզոր սերի ծանցանի աննման Դելվա
քեզիս այսօր ըլամ ջերմակցյունի նման ձյուն ունենալ ջերմակ դելավամակ քեզիս այսօր որ ըլամ ջունենալ ջերմակ Հրգիչ սիրուն զիս լվան, զիս պահե շատ մոտ աղբյուրի, մեկնալ չտիրե իմ վրա, սիրտ սլա մի գա Հիսուսի։ Ու խոստված վրա օրեոս, դեր վստահելով պիտ երթան, ես մի մեղավոր Եղջանցոր, ակուր սուրբ ամից պիտլամ, ձյուն ունենալ ջերմակ, դելավամակ քեզիս այսօր, որը լամ ձյունենալ ջերմակ, ամեն, թող մեր աղոտ կրին իսա, Այսօրվա սիրելիներ քարոզախոսությունը ավելի շատ սերտողություն կլինի։ Պետք է ուսումնասիրենք երրորդության մասին։ Աստված սրտից դրեց, որպեսզի երրորդության մասին խոսենք։ Որովհետև շատ հաճախ սիրելիներ ուսումնասիրությունները, սերտողությունները բացակայում են եկեղեցում։ Մենք ավելի շատ սերտողությունները անցկացնում ենք չորեքշաբթի օրերին, բայց չորեքշաբթի օրերը, ինչպես հայտնի է, շատ-շատերը բացակայում են եկեղեցում, եւ կարեւոր է, որ առողջ գիտություն ունենանք, աստվածաշնչային գիտություն ունենանք, ինչ է Աստծո սուրբ երրորդությունը։
Եվ ինչքան որ Տերը մեզի հայտնում է իր խոսքի միջոցով, ինչքան որ պետք եղած գիտությունն է Տերը տալիս, այս կարևոր ճշմարտության մասին սերտենք միասին եւ հասկանանք եւ հավատում եմ, որ այս գիտությունը մեզ համար օրհնություն պիտի լինի, աստվածաշնչային գիտությունը։ Նախ եւ առաջ ասենք, որ Սուրբ Երրորդության մասին խոսելով պետք է ասենք հստակորեն, որ երրորդություն արտահայտությունը, երրորդություն բառը Աստվածաշունչում գրված չի, մենք չենք հանդիպի։ Բայց Աստվածաշունչը վկայում է այն մասին, որ գոյություն ունի միայն մեկ ճշմարիտ Աստված։ Աստված մեկ է եւ միաժամանակ Աստված 3 անձով է ներկայանում։ Եվ հավատքը մեկ Աստծո հանդեպ կոչվում է մոնոթեիզմ, մի աստվածություն, եւ քրիստոնեությունը մեկ աստվածության է հավատում։ Մոնո, որ մեկ է նշանակում, թեոս Աստված եւ մոնոթեիզմ մեկ աստվածություն։ Իսկ հավատքը մեկից ավելի աստվածների հանդեպ կոչվում է պոլիթեիզմ, շատ աստվածներ։ Սակայն քրիստոնեական հավատքը դավանում է մի աստվածություն։ Մեկ համար հիշենք Երկրորդ Օրինաց գիրք 6-րդ գլուխ 4-րդ համարում Մովսես այսպես գրեց. Աստվածաշնչի ամենակարևոր հայտարարություններից մեկն է, եւ որտեղ Աստված հայտնում է իրեն որպես մեկ Աստված, եւ այսպես գրվեց. Լսիրով Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Լսիրով Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Եվ հրյաների համար սա չափազանց կարևոր խոսք էր, կարևոր հայտարարություն էր, եւ նրանք անվանում էին սա Շեմա, լսիր ով Իսրայել։ Սա իրենց համար խոստովանության կարևոր աղոթք էր, հռչակում էր, որպեսզի ժողովուրդը հնազանդվի Աստծո ամեն մի խոսքին։ Եվ այս համարում մեկ բառը, մեկ Տեր է, կարդում ենք այդպես, Էխադ բառն է օգտագործված եբրայերենով, Էխադ, որ ինքը հոգնագի նշանակություն ունի։ Եվ Մովսեսը չգրեց Յախիդ, նայեցեք եբրայերեն բառեր եմ ասում, որ նշանակում է դարձյալ մեկ, բայց եզակի նշանակություն ունի։ Այլ գրեց Էխադ։ Երրորդության մասին հասկացողությունները գրված են ոչ միայն նոր կտակարանում, որ ակնարկները ավելի շատ ենք տեսնում, այլ նաև 5 կտակարանում նույնպես։ Եսայի մարգարեություն 61-րդ գլուխ առաջին համար, թող այս համարը մեր մտքի մեջ լինի սիրելիներ։ Եսայի 61:1 Մարգարեական խոսք է սա, Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Գրված է. Տեր Աստծո հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ հեզերին ավետարանը քարոզելու։ Նա ինձ ուղարկեց կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն եւ կապվածներին բանտի բացվելու մասին հայտարարելու կամ հռչակելու։ Այս խոսքերը իրականացան։ Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով, երբ ինքը մտավ ժողովարան Նազարեթ քաղաքում եւ նրան տվեցին Եսայի մարգարեության թուղթը, այն ժամանակ գիտենք Աստվածաշունչ չկար, կանոնավոր, եւ գալարների վրա գրում էին խոսքը եւ օրենքները մասնավորաբար եւ տվեցին եւ նա ընթերցեց ժողովարանում այս նույն խոսքը եւ հատվածը Ղուկաս ավետարան 4-րդ գլուխ 18-ից 21 համարներն է։ Եվ Տերը ասաց, որ այսօր այս գրվածքը կատարվեց եւ դուք լսեցիք։ Նայեցեք, այստեղ երրորդություն ենք տեսնում։ Մենք սկզբում ասացինք, որ երրորդություն արտահայտություն չկա գրված Աստվածաշնչում, բայց ուսուցումը կա, պատկերները տեսնում ենք երրորդության մասին։ Եվ ով էր ուղարկողը, Հայր Աստված։ Ում ուղարկեց Որդուն, Քրիստոսին ուղարկեց աշխարհ։ Ինչպես օծեց կամ ինչն էր միջոցը օծության, Սուրբ Հոգին։ Հայրը ասաց, ուղարկեց Որդուն եւ օծության միջոցը Սուրբ Հոգին է, որովհետև 5 կտակարանում, երբ որ օծություն ենք տեսնում, միշտ յուղն էին օգտագործում օծության համար, կահանաների, թագավորների, դատավորների, երբ որ օծում էին, յուղով էին օծում եւ այդ յուղը Սուրբ Հոգու խորհրդապատկերն է իր մեջ կրում։ Սուրբ Հոգին է, քանի որ Հոգին է զորացնում, սովորեցնում, տալիս կարողություններ, պարգևներ, հետեւաբար տեսարանը երրորդության մասին է ցույց տալիս եւ այս համարը մեր մտքի մեջ թող ունենանք։ Մենք սովոր ենք ասել Քրիստոսը, որ օծյալ է նշանակում, եբրայերենով այն հնչում է որպես Յեշուա Համաշիա կամ Յեշուա Էլ-Մաշիա արաբական լեզվով, Հիսուս Քրիստոս կամ Փրկիչ Մեսիա թարգմանաբար։ Ուրեմն նայեցեք, այստեղ երրորդության պատկեր ենք տեսնում։ Հայրը ուղարկեց, օծեց Սուրբ Հոգին, օծյալը Որդին է, Քրիստոսը, հունարենով Քրիստոս, որ
Մեսիա է նշանակում։ Հрьяաների համար առ այսօր երրորդության գաղափարը անընդունելի է։ Եվ ոչ միայն հрьяաների, շատերը կան կազմակերպություններ, հավատքին հարող կրոնական հարանվանություններ, որ երրորդությունը հերքում են, չեն հավատում Քրիստոսի աստվածությունը։ Նոր կտակարանը մենք գիտենք, որ գրեցին առաքյալները եւ նրանք ազգությամբ հрья էին։ Ինչ է սա նշանակում։ Միթե այստեղ հակասություն կա, քանի որ Քրիստոսը իրենցից եկավ, հрьяաներից եկավ, բայց իրեններին եկավ նախ եւ առաջ, եւ գրված է իրենները նրան մերժեցին, բայց ովքեր ընդունեցին թե լինի հрья, թե հեթանոս, նրանց իշխանություն տվեց, զորություն տվեց Աստծո որդիներ լինելու Հովանու 1:13 համար։ Ուրեմն կարելի է լինել հрья եւ կարող են լինել միաժամանակ քրիստոնյա, որովհետեւ հрья քրիստոնյաներ շատ կան։ Պետրոս առաքյալը Տեր Հիսուս Քրիստոսի առաջադեմ աշակերտներից մեկն էր, ով հայտարարեց Հիսուսի հարցմանը, թե ով եմ ես, ասաց Հիսուսը։ Մարդիկ իմ մասին ինչ կարծիք ունեն, ով եմ ես, եւ այս հարցմանը Պետրոսը ասաց. դու Քրիստոսն ես, կենթանի Աստծո որդին։ Եվ Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 15-ից 18 համարների մեջ ենք տեսնում։ Դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին, այսպես հայտարարեց Պետրոս առաքյալը։ Եվ Տեր Հիսուսը Պետրոս ասաց. Սիմոն Հովնանի որդի, քեզի մարմինն ու այրունը չհայտնեցին այս ճշմարտությունը, այլ իմ հայրը, որ երկնքում է, որդին երկրի վրա, եւ հայրը երկնքում հայտնեց Պետրոսին։ Եվ այս խոսքը հрья Պետրոսը արտահայտեց, որից հետո Տեր Հիսուսը ասաց. դու Պետրոս ես, Պետրա լատիներենով կամ Կիֆա, Կեփաս, որ ժայռ է նշանակում, քար, վեմ է նշանակում, եւ այս վեմի վրա պիտի շինեմ, ասաց Տեր Հիսուսը, իմ եկեղեցին։ Նշում անենք այստեղ սիրելիներ, որովհետեւ մանավանդ կաթոլիկի համայնք հավատում է, որ եկեղեցու հիմնակարը կամ հիմքը Պետրոսն է, եւ այսպես ասած պետրոսական վարդապետություն գոյություն ունի, բայց մենք գիտենք, որ եկեղեցու հիմը եւ հիմնակարը Հիսուս Քրիստոսն է, եւ ասաց այս վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, Տեր Հիսուս ասաց, ում եկեղեցին, իմ եկեղեցին, եւ ասաց պիտի շինեմ, ես եմ շինողը, եկեղեցու կառուցման հարցում ներգործողը Աստված ինքն է, Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ շատ չանցած Սատանան անհանգստացավ եւ Պետրոսը խոսեց մարտկորեն, հենց մի քանի համբարներ ներքև, նույն խոսակցության ժամանակ։ Եվ Հիսուսին իր առաքելության նպատակից հետ պայելու համար, քանի որ Տերը խոսեց, որ պետք է գնա, պետք է զոհաբերի իր կյանքը, պետք է խաչվի, իր մահվան մասին խոսեց։ Եվ Պետրոսը ասեց. «Քավլիցի Տեր, քեզ տենց բան լինի»։ Եվ ինչ ասեց Հիսուս նրան, ասեց. «Դու ետից գնա», ասաց Սատանա։ Քիչ առաջ ասաց, բայց իմ հայրը քեզ հայտնեց այս կարևոր ճշմարտությունը, բայց հիմա ասաց ետից գնա Սատանա, դու Աստծո բաները չես մտածում, դու մարդկորեն ես խորում, մարդկային բաներ ես մտածում։ Մատթեոսի ավետարան 16:23։ Հետևաբար տեսնում ենք, որ մարդը ենթակա է թերանալու, մեղանչելու, բայց ոչ Աստծո որդին։ Եվ ավելի ուշ Պետրոս առաքյալը պիտի գրեր, որ եկեղեցու անկյունակարը Քրիստոսն է, որի վրա մենք կառուցում ենք որպես կենթանի քարեր, եւ մենք այդ հոգեվոր տաճարն ենք, եւ մենք հանդիսանում ենք այդ տաճարի քարերը, առաջին Պետրոս 2-րդ գլուխ 5-ից 6 համարներ։ Նայեցեք սիրելիներ, ոչ թե Պետրոսի վրա պետք է շինվեր եկեղեցին, այլ Պետրոսի արած հայտարարության վրա, որ դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին, որովհետեւ Աստծո խոսքի մեջ կարդում ենք, որ եկեղեցին կառուցվում է, շինվում է առաքյալների եւ մարգարեների վարդապետության հիման վրա, իրենց խոսքի վրա, որ Աստված նրանց հոգիով առաջնորդում է։ Պողոս առաքյալը գրեց. ոչ ոք դրվածից բացի ուրիշ հիմք չի կարող դնել այս կառույցի վրա, որը Քրիստոսն է, առաջին Կորինթացիներին 3:11։ Ուրեմն եկեղեցու հիմքը Քրիստոսն է, ուրիշ ոչ մեկ։ Նաև կարող ենք տեսնել 2-րդ Տիմոթեոսին ուղղված նամակ 2:19։ Մենք այս կարևոր ճշմարտությունները նշում ենք, որպեսզի երրորդության մասին խոսելով ավելի առողջ գաղափար կազմենք։ Մեկ բան էլ հիշենք, որ ցույց է տալիս Քրիստոսի աստվածությունը, երբ Թովմաս առաքյալը վերնատան մեջ երկրորդ կիրակի մեջ, այսպես ասած, ներկա էր, եւ նա էլ ուզեց շոշափել Տիրոջը, նա էլ ուզեց հաղորդակցվել, շփվել նրա հետ,
եւ դիպչել նրան, ինչպես Հովանես Առաքյալը գրում է, որ մենք նրան տեսանք, շոշափեցինք, վայելեցինք նրան, այնպես էլ Թովմասը ուզեց եւ երբ որ տեսավ, շոշափեց, հասկացավ, որ սա Տերն է, ասաց իմ Տերը եւ իմ Աստվածը։ Հրյա Թովմասը դավանեց Քրիստոսի տերությունը, նրա աստվածությունը եւ մենք գիտենք, որ ոչ մեկ Քրիստոսին չի կարող Տեր դավանել, եթե ոչ Սուրբ Հոգով։ Ուրեմն Սուրբ Հոգին է այդ համոզումը դնում, այդ հավատքը դնում, այդ վկայությունը տալիս, որպեսզի Քրիստոսին Տեր դավանենք։ Եվ եկեղեցին երկրպագում է սիրելիներ մեկ Աստծո, եւ այդ մեկ Աստվածը երամեկ Աստված է։ Մենք հավատում ենք մեկ Աստվածության, որ բացված է մեզի, սակայն արտահայտվում է այդ Աստված երրորդությամբ, այսինքն երամեկ միությամբ։ Երրորդության մասին սիրելիներ առաջին անգամ խոսվեց կամ այս տեսությունը առաջ եկավ երկրորդ դարում Թեոփիլոս Անտիոքցու միջոցով։ Եվ նա աստվածաբան էր, եկեղեցու առաջին եկեղեցու շրջանի, այսպես ասած, հայրերից մեկն էր, ով ուներ աշխատություններ, ով ուներ գրքեր, որ գրվում էր հերձվածության դեմ, եւ նրա աշխատություններից երկու գրքեր միայն հասավ մեզի, եւ այնտեղ ինքը իր աշխատությունների մեջ նշում է, այսինքն Թեոֆիլոսը գրում է, որ Աստված հավիտենական էակ է, նրա ստեղծագործությունը եղող մարդ արարածը նույնպես ստեղծված է հավիտենականության համար, եւ իր պատկերով եւ իր նմանությամբ է ստեղծված, հետեւաբար Աստված երրորդություն լինելով իր նման ստեղծեց մարդուն։ Մարդն էլ 3 բաղադրիչ կազմվածքներից է կառուցված, հա, 3 բաժիններից է ստեղծված՝ հոգի, շունչ եւ մարմին, ինչպես այդ մասին կարդում ենք Թեսաղոնիկեցիս նամակի մեջ։ Եվ նայեցեք եւս մեկ համար, որտեղ Պետրոս Առաքյալը դարձյալ ողջույնի խոսքի մեջ այս մասին է ակնարկանում եւ երրորդության մասին նշումներ է անում։ Առաջին Պետրոս առաջին գլուխ, առաջին 2 համարներ։ Պետրոսը Հիսուս Քրիստոսի առաքյալ, ընտրյալ պանդուխտներիդ, որ ապրում եք Սփյուռքում, Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում եւ Բյութանիայում, ըստ Հայր Աստծո կանխագիտության, հոգու սրբագործության, հնազանդվելու եւ Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվելու համար։ Երրորդությունը տեսակ։ Ես ուզում եմ, որ ձեզ ցույց տամ, դուք էլ տեսնեք երրորդությունը։ Եվ Սուրբ Հոգին Երանի բոլորիս աչքերը բացի հասկանանք այս ճշմարտությունը։ Հայր Աստծո կանխագիտության, հոգու սրբագործության եւ Հիսուս Քրիստոսի արյունով։ Շնորհ խաղաղություն թող շատանա ձեզ վրա։ Կրկին առաջին Կորինթացիս 13-րդ գլուխ։ Երրորդության պատկեր ենք տեսնում այստեղ։ Առաջին Կորինթացիներին 13-րդ գլխում սկզբի համարների մեջ, հենց 4-րդ համարից կարող ենք տեսնել։ Գրված է, դրա համար ձեզ հայտնում եմ, որ չկա մեկը, որ Աստծո հոգիով խոսի եւ Հիսուսին նզովյալ ասի, եւ ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։ Այստեղ փոքրինչ հակագծերը բացենք, որպեսզի ավելի լավ հասկանանք։ Կարող են մարդիկ տերությունը չընդունել, բայց Տեր ասել։ Այստեղ խոսքը գնում է դավանության մասին, հա? Դավանել նշանակում է ոչ միայն խոսքով, այլ կյանքով եւ ճշմարտությամբ եւ գործով ապացուցել, որ ես ընդունում եմ Քրիստոսի տերությունը, ես հպատակ եմ նրա տերությանը, որովհետեւ ոչ մեկը չի, որ Տեր ասելով պետք է երկնքի արքայության արժանանա, այլ ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է, ասես Տեր Հիսուսը։ Ուստի նայեցեք այստեղ։ Բայց պարգևողը նույն հոգին է։ Պարգևները զանազան են, բայց պարգևողը նույն հոգին է։ Ծառայություններն էլ զանազան են, բայց դրանք տվողը նույն Տերն է։ Գործերն էլ զանազան են, բայց նույն Աստվածն է, որ ամեն բան գործի է դնում ամենքի մեջ, հա? Նայեցեք, պարգև տվողը հոգին է, ծառայությունները զանազան են, բայց նրանց տվողը նույն Տերն է, ուրեմն հոգին, Տերը, բայց նույն Աստվածն է, որ ամեն բան գործի է դնում ամենքի մեջ։ Հոգին, Տերը, Աստված։ Գոյություն ունի սիրելիներ միայն մեկ ճշմարիտ Աստված։ Սա հին եւ նոր կտակարանների հավատքի հիմնակարն է։ Կարևոր է հասկանանք, որ մեկ բառը, ինչպես վերևում նշեցինք եբրայերենով, էխադ բառը, որ հաճախ օգտագործվում է ցույց տալու համար մեկից ավելի անձանց միասնության մասին։ Մեկ եւ միաժամանակ մի քանի անձանց մասին է վկայում, այսինքն հոգնակի բացատրություն ունի։ Օրինակ Ծննդոց 2-րդ գլուխ 24-րդ համար։
երբ որ Աստված մարդը ստեղծեց եւ իր կինը ստեղծեց, գրված է տղամարդը եւ կինը մեկ մարմին կլինեն։ Մենք աստվածաշնչային թվաբանությունը տարբեր է։ Մեզ մոտ մեկին գումարած մեկ հավասար է 2, ով ասեց 1։ Աստվածաշնչյան թվաբանության մեջ մեկին գումարած մեկ հավասար է 1։ Գրված է մեկ մարմին կլինեն, բայց երկու անձեր են, մեկ մարմին, մեկ բառը, նայեցեք Սուրբ Հոգին պատահական չի դրել այս բառը, էխադ բառն է օգտագործված, որ հոգնակի բացատրություն ունի։ Կամ Եզրայել 3-րդ գլուխ 1-ին համար գրված է ժողովուրդը ժողվեց մեկ մարդու պես։ Ժողովուրդը գիտենք, որ բազմազան մարդիկ են, շատ ժողովուրդ են, բազմաքանակ են, բայց մեկ մարդու պես, մեկ բառը դարձյալ էխադ բառն է գրված Եզրայել 2:64։ Ամբողջ ժողովուրդը միասին 42360 հոգի էր գրված է։ Ամբողջ ժողովուրդը միասին։ Այստեղ նույնպես միասին բառը դարձյալ էխադ բառն է օգտագործված, ինչը նաև մեկ է եւ նաև ունի հոգնակի բացատրություն։ Այս 42360 մարդիկ կարող են մեկ լինել Աստծո համար։ Այս բացատրությունները կարևոր են, որպեսզի մենք լավ հասկանանք։ Եվ մեր ապագա խոսքերի մեջ, տերտողության մեջ պետք է խոսենք, թե ինչ է նշանակում միակ ճշմարիտ Աստծո եռամիասնությունը որպես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Եզեկիել 37:16-17 համարներ։ Եվ Աստված մարգարեի միջոցով այս պատգամն է փոխանցում, որովհետեւ երբ որ Աստված մարգարեներին խոսք էր փոխանցում, պատգամ էր տալի, որպեսզի ժողովրդին իր ասելիքը ասի, անպայման ինչ որ ներկայացման կերպ էր ցույց տալիս, դեմոնստրացիա էր անում, այսպես ասած, ինչ որ ներկայացում էր անում, որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան։ Եվ ինչ է ասում։ Եվ դու մարդու որդի, քեզ համար մի փայտ վերցրու։ Մի փայտ, մի բառը դարձյալ էխադ բառն է օգտագործված, եւ նրա վրա գրիր Հուդային եւ նրա անկերակից Իսրայելի որդիներին։ Մի փայտ էլ վերցրու եւ նրա վրա գրիր Հովսեփին Եփրեմի փայտը եւ նրա անկերակից Իսրայելի ամբողջ տանը։ Եվ դրանք մոտեցրու միմյանց որպես մեկ փայտ եւ նրանք միանան քո ձեռքում։ Հիմա երկու տարբեր փայտեր։ Անշուշտ այստեղ Իսրայելի ժողովրդի մասին է, որ երկու մասի բաժանվեցին, Հովսեփը Եփրեմի հետ միասին եւ Հուդայի ընտանիքը, եւ այդ երկու փայտերը միացրու իրար եւ նրանք կլինեն մեկ փայտ։ Բայց երկու փայտ են, մեկ փայտ։ Դարձյալ այստեղ մեկը եւ այդ մի բառը էխադ եբրայերեն բառն է օգտագործված, որպես մեկ փայտ, բայց դարձավ երկուսը, բայց դարձավ մեկը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ բացի միակ Աստծուց ուրիշ աստվածներ չկան եւ ուրիշ աստվածներ չունենաս։ Եվ մենք հավատում ենք Սուրբ Գրքի Աստծուն։ Մեր հավատամքը, սիրելիներ, աստվածաշնչային Աստվածն է։ Աստվածաշնչի առաջին համարները հիշենք։ Ծննդոց առաջին գլուխ, երկրորդ, երրորդ համարներ, հենց առաջինից կարող եք նայել, գրված է Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա, չէ՞։ Երկրի վրա քահոս կար եւ Աստված ասաց թող լույս լինի, եւ ասաց Աստծո հոգին շարժվում էր ջրերի վրա։ Աստված ասաց եւ եղավ, այսինքն խոսք խոսեց։ Այստեղ նույնպես երրորդությունը տեսնում ենք։ Աստված, խոսքը, լոգոսը, որտեղ խոսքով է Հիսուս Քրիստոսն է, եւ հոգին շրջում էր բարի փոխարեն եբրայերեն հին լավագույն թարգմանության մեջ գրված է թևածում էր։ Հոգին թևածում էր ջրերի վրա։ Տեսնում եք երրորդության պատկերը։ Աստված, խոսքը եւ հոգին, որովհետեւ եթե մկրտությունը նայենք Տեր Հիսուս Քրիստոսի, հիշեք Հորդանանի մեջ երբ որ Տեր Հիսուս մկրտվեց, գրված է Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով հանգչեց նրա վրա։ Իսկ Ծննդոց առաջին գլուխ երկրորդ համարում գրված է հոգին թևածում էր ջրերի վրա եւ Աստված խոսեց եւ լույս եղավ։ Ես ուզում եմ որպեսզի դուք տեսնեք, մի պահ տեղափոխվեք այդ արարչագործության ժամանակաշրջանը եւ տեսնենք երրորդությունը։ Ինչ է ասում այդ մասին նաեւ Հովհաննես առաքյալը առաջին գլուխ առաջին համարում, որ սկզբում էր բանը եւ բանը հենց լոգոսն է, խոսքն է, բանն Աստծո։ Եվ նա Աստծո մոտ էր եւ նա Աստված էր։ Սա Քրիստոսի աստվածության մասին է խոսում, որ նա էր, ոչ թե եղավ։
Առաջին համարը ծննդոց 1:1-ի գրված է սկզբում Աստված, չէ, երկինքներն ու երկիրը ստեղծեց։ Եբրայերեն այն հնչում այսպես. Բարաշիտ, բարա Էլոհիմ, բարաշիտ, բարաշիտ, այսպես ասած։ Բան որդի է նշանակում։ Նաև նշանակում է, որ սկզբից, չէ, սկզբում բարաշիտ, իսկ բա նախածանցը որդի է նաև նշանակում։ Օրինակ հիշեք Բարտեմիոս, որդի Տիմեոսի, Բարաբա, որդի Ռաբունու։ Այսինքն բան միշտ որդու բացատրություն ունի։ Այսինքն ստեղծագործության մեջ որդին կար, որդիով Աստված սկզբից երկինքներն ու երկիրը ստեղծեց։ Ռաշիդ բառը, Ռաշիդ ասում ենք, չէ, մուսուլմանական անուն է։ Ռաշիդ նշանակում է բերքի առաջին պտուղները։ Առաջնեկը, առաջնայինը, անդրանիկը։ Այսինքն որդիով, անդրանիկով Աստված ստեղծեց ամեն բան եւ այլն։ Այսինքն երրորդության գաղափարը Քրիստոսի սկզբից լինելը հենց Աստվածաշնչյան առաջին համարների մեջ երևում է։ Էլոհիմ բառը, բարաշիտ, բարա Էլոհիմ ասացինք։ Այստեղ Սուրբ Հոգին ոչ թե գրում է Եհովա, որ մենք սովոր ենք ասել Տեր, Եհովա մարդիկ են այդպես ասում, բայց իրականում Եհովա չի գրված, այլ գրված է Յահվե կամ Եշուա, որ Տեր է նշանակում, Տեր, որ փրկություն է տալիս մարդուն։ Աստծո անունը հիշատակվում է ստեղծագործության մեջ, Աստված ներկայանում է որպես Էլոհիմ։ Երբ խոսքը վերաբերվում է ստեղծագործությանը եւ արարչագործության, Աստված ներկայանում է որպես Էլոհիմ Աստված։ Իսկ Աստված մարդ փոխհարաբերության մեջ, ինչը վերաբերվում է մարդու հետ հարաբերվելիս, Աստված ներկայանում է ոչ թե Էլոհիմ, այլ ներկայանում է որպես Յահվե Աստված, որպես Տեր Աստված։ Եվ այստեղ Էլոհիմ բառը դարձյալ հոգնակի նշանակություն ունի։ Վերջացանցը, իմ վերջացանցը առհասարակ եբրայերեն բառարանում հոգնակի բացատրություն ունի։ Էլոհիմ, իմ վերջացանցը միաժամանակ Աստված մեկ է, բայց բազմակի նշանակություն ունի։ Օրինակ, սերոֆիմ, քերոբիմ, մենք ասում ենք սերաֆիմ, քերոբիմ, չէ, ռուսերենով, վերջի իմերը դարձյալ հոգնակի, այսինքն քերոբեներ, սերոբեներ։ Կամ օրինակ մանայիմ, հիշում եք մանայիմ ինչ է նշանակում։ Դերնեք եղբայրը հիշի։ Մանայիմ, որ նշանակում է բանակ։ Երբ որ Հակոբ նահապետը փախչում էր իր եղբոր երեսից եւ Եսավից եւ հանկարծ Աստծո հրեշտակների բազմություն երևացին ծննդոց 32-րդ գլուխ։ Եվ ասաց սա Աստծո բանակն է ասեց, բայց ասաց որ նշանակում է երկու բանակ։ Բանակ, բայց մեկից ավելի բանակ, երկու բանակ է բացատրությունը։ Ծննդոց 32 երկրորդ համար։ Դարձյալ Ծննդոց 1:26 Աստված ասաց. եկեք մեր պատկերով մարդ ստեղծենք։ Եկեք, ինչ է նշանակում, հոգնակի է, եկեք մեր պատկերով ասաց Աստված, մարդ ստեղծենք։ Ովքեր որ մերժում են Քրիստոսի աստվածությունը, ովքեր որ մերժում են Աստծո երրորդությունը, ասում են Աստված երբ որ ասաց. եկեք մեր պատկերով մարդ ստեղծենք, դա նկատի ուներ հրեշտակներին, ոչ թե Որդուն եւ Սուրբ Հոգուն իր հետ միասին։ Այսինքն հրեշտակների պատկերով մարդ ստեղծենք։ Սա չի համապատասխանում ամբողջ աստվածաշնչային ճշմարտության հետ, որովհետև Աստված իր պատկերով ասվածը նկատի ունի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Մենք հրեշտակի պատկերով չենք ստեղծվել։ Մենք Աստծո պատկերով ենք ստեղծված։ Եկեք մարդ արարենք մեր պատկերով եւ մեր նմանությամբ։ Եվ սա պատահական չի, որ Սուրբ Հոգին շեշտադրում է։ Կամ եկեք իջնենք նրանց լեզուները խառնենք։ Հիշենք Բաբելոնի աշտարակը։ Ծննդոց 11-րդ գլուխ։ Եկեք իջնենք նրանց լեզուները խառնենք։ Հոգնակի ասում։ Կամ Ադամը մեզանից մեկի պես եղավ, մեզանից, ոչ թե հրեշտակներից, մեզանից մեկի պես եղավ։ Սա մեր մտքի մեջ ունենանք։ Թե Հայրը, թե Որդին, թե Սուրբ Հոգին հավասար են եւ գոյություն ունեն կատարյալ միասնության մեջ։ Նրանք հաճախ կատարում են տարբեր գործառույթներ եւ հայտնում են իրենց տարբեր կերպերով, տարբեր առաքելության մեջ։ Եվ աստվածաշնչյան համարները մեզ այդ մասին են սովորեցնում։ Հայրը անտեսանելի Աստված է, ում ոչ մի մարդ չի տեսել, միայն Որդին նրան հայտնեց։ Ասած ինձ տեսնողը Հորը տեսավ։ Հովանու 1:18-ում կարող ենք տեսնել։ Որդին մարմին դարձած Աստվածը եւ Հոր կատարյալ հայտնությունը։ Հոգին Աստված է, ով ապրում է քրիստոնյաների մեջ, Հռոմեացիս 8:9, Հովանես 14-րդ գլուխ
եւ շատ համարներ կան այդ մասին։ Երրորդության մասին ճշմարտությունների ամփոփումը տեսնենք, հիմնվելով այն աստվածաշնչյան հատվածների վրա, որոնք ուսումնասիրեցինք եւ ուսումնասիրում ենք դեռ, մենք կարող ենք հաստատել հետեւյալ ճշմարտությունները ասո մասին, որ ինչպես վերևում նշեցինք, երրորդություն արտահայտությունը, երրորդություն բառը Սուրբ գրքում չկա, բայց Աստվածաշնչի ուսուցման մեջ մենք հանդիպում ենք նրան։ Տեսնում ենք այն։ Աստված մեկ է։ Երրորդությունը բաղկացած չէ 3 տարբեր աստվածներից, սիրելիներ։ Սա կարևոր է հասկանանք, որովհետև շատ քրիստոնյաներ կան, սխալ հասկացողություն ունեն, սխալ են հասկացել։ Ուստի ես կարևոր համարեցի, որ այսօր այդ մասին ձեր հետ խոսել, որովհետև մեկ-մեկ պետք է աշակերտի կարգավիճակ ընդունենք եւ ճշմարտությունները գիտենանք։ Այսինքն 3 տարբեր աստվածների չենք հավատում։ Եվ ովքեր որ այսպես են հավատում, սա հերձվածություն է եւ կոչվում է երաստվածություն կամ տրիթեիզմ։ Տրիթեիզմ այսինքն 3 աստվածներ։ Երկրորդ հերթին Աստված 3 է, Աստված մեկ է եւ գոյություն ունի որպես 3 անձ եւ ոչ թե աստվածներ՝ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Երրորդ հերթին Աստվածաշունչը պարզորեն հաստատում է այս 2 կարևոր ճշմարտությունները։ Աստված մեկ է, Աստված նաեւ միաժամանակ 3 է։ Թեև մենք չենք կարող լիովին ըմբռնել այս ճշմարտությունը, որովհետև մեր սահմանափակ միտքը, մեր սահմանափակ ինտելեկտը թույլ չի տալիս, որ աստվածային ճշմարտությունները ամբողջությամբ հասկանանք։ Ինչպես Պողոս Արաքյալն է գրում, շատից քիչը գիտենք, շատից քիչի մասին ենք մարգարեանում։ Սակայն, թեև մենք չենք կարող լիովին ըմբռնել, թե ինչպես է սա հնարավոր, մենք պետք է հավատանք այս ճշմարտությանը եւ վստահաբար կարողանանք ապրել եւ սովորեցնել դրանք։ Այսինքն հերձվածությունը, մոլորությունը առաջանում է, երբ մենք ընդունում ենք մեկ ճշմարտությունը եւ մերժում ենք մյուսը, այսինքն կոպեկի մի կողմն ենք միայն ընդունում եւ սովորեցնում։ Մի իրականություն ընդունում ենք, երկրորդը չենք ընդունում։ Սա սխալ է եւ տանում է հերձվածության։ Մենք պետք է հարենք ամբողջ ճշմարտությանը եւ բոլոր ծայրահեղություններից, մոլորություններից խուսափելու համար։ Չորրորդ հերթին երրորդության 3 անձերը իրական եւ հստակ անձեր են։ Երրորդությունը պարզապես մեկ անձ չի, ով 3 դիմակ է կրում, 3 պատկեր է կրում։ Սա էլ կարևոր է, գիտեք, ովքեր կան շատ պարզ քրիստոնյաներ, շատ անկեղծ հավատացյալներ, բայց սխալ ըմբռնում ունեն այս մասին։ Հիմա փորձենք բացատրել։ Այսպիսի վարդապետությունը կոչվում է մոդալիզմ։ Մոդուսն, այսինքն Աստված մեկ է, բայց 3 մոդուսներ ունի։ 3 դիմակներ է կրում, կարծես դերասանը 3 դիմակներ է կրում։ Հա? Եվ սա սխալ է։ Եվ շատ քրիստոնյաների մեջ սա տարածված է, եւ սա հերձվածություն է։ 5-րդ հերթին երրորդության 3 անձերը կատարելապես հավասար են։ Որդին ցածր չի հորից կամ հոգին ցածր չի որդուց, պարզապես դերակատարություններն են տարբեր։ 6-րդ հերթին երրորդության 3 անձերը կարող են հայտնել իրենց տարբեր կերպերով եւ կատարել տարբեր գործառույթներ։ Ոչ ոք չի տեսել հորը, որդին, որ հոր ծոցում էր, նա ամբողջությամբ կամ լիարժեք կերպով հայտնեց հորը։ Եվ նա մարմին դարձավ եւ բնակվեց մարդկանց մեջ։ Հոգին բնակվում է ամեն մարդու մեջ, ով հավատում է Հիսուս Քրիստոսին, ով ընդունում է Հիսուս Քրիստոսին, եւ հոգին բնակվում է հավատացյալի կյանքի մեջ։ 7-րդ հերթին այն, որ երրորդությունը առեղծված է, այսինքն մարդկային տրամաբանությամբ ստեղծված մի բան եւ հասկանալի չէ, այդպես չէ։ Միգուցե առեղծված այն բանով, որ մենք այդքան էլ լավ չենք ըմբռնում հասկանում, բայց սա հիմք չի հանդիսանում, որպեսզի մենք մերժենք երրորդության գաղափարը։ Ոմանք ասում են, որ չեն կարող հավատալ այն բանին, ինչը չեն հասկանում։ Չեմ կարող հավատալ այն բանին, ինչը ես չեմ կարող հասկանալ 100%-ով։ Սա էլ սխալ է։ Ինչու, որովհետև Աստվածաշնչում շատ բաներ կա, որ մենք չենք հասկանում, բայց դա պատճառ չի, որ մենք մերժենք Աստվածաշունչը, մերժենք Աստծո խոսքը։ Այլ պարզապես պետք է պարզ մանկան հավատքով ընդունենք այն, ինչ որ Աստվածաշունչը մեզ տրամադրում է եւ սովորացնում է։ Եվ ինչքան որ Տերը մեզի կբացատրի եւ մեր մեջ կբացվի, այդպես պետք է ընդունենք։ Որովհետեւ ամենապարզ ճշմարտություններ կան, որ կապված են Աստվածաշնչի հետ եւ մեր իրականության հետ եւ վեր են մեր մտքից եւ լիարժեք մենք չենք կարող հասկանալ։ Մեր համոզվածությունը հիմնված է ոչ թե մեր մտքի հետ, մեր մտքի կարողության հետ, այլ Սուրբ գրքի ճշմարիտ վկայության վրա։ Սուրբ գիրքը վկայում է, չէ՞։
եւ մենք չենք հասկանում, բայց դե պատճառ չի որ չընդունենք եւ մերժենք դա։ 8-րդ հերթին օրինակների մեծ մասը, որոնցով մարդիկ բացատրել են երրորդությունը, ցավալիորեն անլիարժեք են։ Շատ հաճախ մարդիկ օրինակներ են բերում, որպեսզի մարդկանց ավելի պատկերավոր կերպով ցույց տան, թե ինչ է երրորդությունը։ Եվ դժբախտաբար վնաս են հասցնում եւ ոչ թե օգուտ են տալիս։ Օրինակ դրանցից մեկը ասում են ինչպես ջուրը, մեկ ջուր է, բայց 3 պատկերներ է կրում, չէ, 3 ֆունկցիաներ է կատարում։ Նա կարող է լինել հեղուկ վիճակով, նա կարող է լինել սառույցի պես, նա կարող է լինել գոլորշի։ Սա է սխալը։ Սա շատ նման է մոդալիզմին։ Ուրեմն ջուրը մեկ է, գոլորշի է դառնում, սառույց է դառնում, հեղուկ է դառնում, այդպես չի։ Աստված 3 դիմակներ չի կրում։ Նման օրինակը երրորդության աղավաղում է, որը ենթադրում է, ինչպես վերևում նշեցինք մոդալիզմը, որ Աստված մեկ անձ է, ով 3 տարբեր ձև է ընդունում։ Պետք չի այդպես ընդունենք։ Ավելի լավ է պարզապես հաստատել Աստծո եւ մեկ եւ եռամեկ լինելը առանց բացատրությունների, քան մեր մարդկային մտքին զոր տանք եւ նմանություններ օրինակ բերենք եւ սա վնաս է հասցնելու մեզ։ Սա նկատի ունենանք։ Ուրեմն հետևություններ անենք երրորդության մասին եւ վերջացնենք սիրելիներ։ Որովհետեւ երրորդության ուսուցումը ավելի շատ ժամանակատար է, ես փորձում եմ ավելի սեղմ ժամանակի մեջ այս ամենը ձեզ փոխանցել։ Վարդապետությունը երրորդության մասին պարզապես աստվածաբանական վարկած չէ։ Աստվածաշունչը պարզորեն սովորեցնում է այս մասին։ Այնուամենայնիվ, բավական չէ միայն համարել, որ երրորդությունը աստվածաշնչյան ճշմարտություն է։ Մենք նույնպես պետք է որոշ հետևություններ անենք այս փաստից։ Մենք ինչ ենք սովորում երրորդությունը տեսնելով, հասկանալով։ Եվ ստորև կնշենք ամենաակնհայտ եւ ամենակարևոր հետևությունները։ Ինչ է երրորդությունը։ Առաջին հերթին երրորդությունը սովորեցնում է մեզ, որ Աստված հաղորդակցվող Աստված է։ Հայրը, Որդին եւ Հոգին միասին գոյություն են ունեցել ամբողջ հավիտենականության ընթացքում, կատարյալ միասնության եւ փոխադարձ սիրո մեջ։ Ոմանք ասում են Որդին հետո եղավ։ Այդպես չէ, Որդին կար։ Ինքը ստեղծագործության մեջ կար, ինչպես նշեցինք։ Հիշենք Հովանու 3:16-ը նշանավոր։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ նրան հավատա չկորչել հավիտենական կյանք ունենա։ Այսինքն որդին չդարձավ նոր որդի, որդին կար, որ Աստված տվեց մարդկությանը որպես նվեր, որպեսզի մարդիկ հավատան եւ փրկվեն։ Ուրեմն Աստված հաղորդակցվող Աստված է։ Հավատացյալը այս շփման մեջ, այս հաղորդակցության մեջ գործելու, հաղորդակցվելու այս արտոնությունը, այս առանձնաշնորհը ունի։ Երրորդությունը բնակվում է հավատացյալի մեջ։ Հայրը, Որդին, Սուրբ Հոգին գալիս բնակվում են հավատացյալի մեջ։ Երկրորդ հերթին երրորդությունը սովորեցնում է մեզ, որ Աստված չունի ոչ մի կարիք։ Աստված չի ստեղծել մարդուն եւ չի փրկել նրան, որովհետեւ նա միայնակ էր, շփման կարիք ուներ եւ ինքը իրան մենակ էր զգում, բայց երրորդությունը իրար մեջ բավարարված էր։ Կարիք չուներ շփման։ Պարզապես իր փառքի, իր հավիտենական նպատակի համար ստեղծեց Աստված մարդուն։ Երրորդության 3 անձերը կատարյալ բավականություն ունեն մեկը մյուսում եւ Աստված չունի լիարժեք դառնալու կարիք որևէ առարկայի, երևույթի կամ անձի միջոցով իրենից դուրս։ Երրորդ հերթին երրորդությունը սովորեցնում է մեզ, որ Աստված սեր է։ Սերը պարզապես գործողություն չի, այն Աստծո հատկությունն է, որովհետեւ Աստված սեր է։ Այս հատկանիշը հավիտենական է, այն սկիզբ չի առել արարչագործության ժամանակ։ Տիեզերքի արարումից շատ առաջ Աստված սեր է եւ այդ սերը կատարելապես արտահայտվում է երրորդության մեջ, փոխադարձ սիրո մեջ։ Չորրորդ հերթին երրորդությունը սովորեցնում է մեզ, որ մեր փրկությունը Աստծո աշխատանքն է։ Սա մարդկային գործոն չի։ Աստված կամեցավ փրկել, Աստված է ներգործում եւ Աստված է փրկության լիարժեք տիրապետողը։ Հայրը ով ծրագրեց մեր փրկությունը եւ վերահսկում է այն ամենայն մանրամասնությամբ Աստված է։ Որդին ում անձից եւ աշխատանքից կախված է մեր փրկությունը եւ փրկագնումը Աստված է։ Հոգին ով ներբնակվում է մեզանում եւ իր կնիքը դրեց մեր վրա մեր փրկության օրվա համար Աստված է։ Երրորդության ամեն մի անձ ով ներգրավված է մեր փրկության մեջ լիարժեք Աստված է։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք անսասան վստահություն ունենալ ոչ թե մարդու վրա, այլ Աստծո վրա,
որ Աստված, ով սկսեց այն բարի գործը մեզանում, իր տրամաբանական ավարտին կհասցնի այն։ Համաձայն Փիլիպպեցիներին ուղղված նամակի 1 գլուխ 6-րդ համարի։ 5-րդ հերթին երրորդությունը օրինակ է մեր մարդկային փոխհարաբերությունների համար։ Ինչպես երրորդության մեջ հայրը որդին Սուրբ Հոգին փոխհարաբերության մեջ են, մենք օրինակ ենք վերցնում, որ մենք էլ այդ փոխհարաբերության մեջ լինենք, այդ սիրո հաղորդակցության մեջ լինենք մեկս մյուսի հետ։ Մեզ համար հստակ օրինակ է։ Երրորդության 3 անձերը միասին բնակվում են բացարձակ հավասարության եւ միասնության մեջ, բայց տարբեր եւ կամ տարբեր գործառույթներ ունեն։ Սա հատկապես ակնհայտ է դառնում, երբ տեսնում ենք որդու հնազանդությունը հոր նկատմամբ։ Լինելով հավասար հորը նա հնազանդվեց հոր կամքին, խոնարհեցրեց ինքն իրեն հնազանդվելով միջև մահ եւ գրված է Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ հնազանդվեց որպես որդի։ Բայց դա չի նշանակում, որ որդին ցածր է, այլ հնազանդություն ենք տեսնում։ Մեկը մյուսին առաջ տանել, մեկը մյուսին հարգել, սեր եւ այստեղ մեծ ու փոքրի հարց չկա։ Իրեն ցածրացրեց Սարայի կերպարանք ստացավ, ինչպես կարդում ենք Փիլիպպեցիս 2-րդ գլուխ 6-8 համարներում։ Այս փաստը ապացուցում է, որ հնազանդությունը պատշաճ միջավայրում չի արժեզրկում անհատի արժանապատվությունը կամ ավելի ցածր չի դասում նրան։ Սա խոնարհության եւ սիրո հարց է։ Այս փաստը հատուկ կիրառում ունի մարդկային փոխհարաբերությունների մեջ։ Հատկապես եկեղեցու կյանքում առաջնորդները եւ համայնքը, ամուսնության մեջ ամուսինը եւ կինը, ընտանիքում ծնողները եւ երեխաները եւ աշխատավայրում ղեկավարը եւ աշխատողները, եւ ինչպես երրորդության մեջ մեկություն կա, այնպես էլ մարդկային փոխհարաբերության մեջ, մանավանդ ընտանեկան եւ համայնական եւ եկեղեցական փոխհարաբերության մեջ այս միասնությունը, այս սիրո հաղորդակցությունը պետք է ունենանք։ Երրորդությունը մեզ դա է սովորեցնում, սիրելիներ։ Հայրը որդուն սիրեց, որդին հորը Սուրբ Հոգուն տվեց, այսինքն այս փոխադարձ կապը իրար բավարարում են, իրար առաջ են տանում, իրար բարձրացնում, իրար լրացնում, իրարով ապրում։ Այնպես էլ երրորդության ուսուցումը մեզ սովորեցնում է միասնություն եւ փոխադարձ հարգանք եւ հաղորդակցություն։ Եվ վերջին համարը նայենք։ Նշանավոր մեծ հանձնարարականը Տեր Հիսուս Քրիստոս, որ աշակերտներին ուղարկեց։ Հիշում եք Մատթեոս 28-րդ գլուխ 19 համար։ Մատթեոս 28-19, այո։ Ասաց գնացեք ամբողջ աշխարհով մեկ աշակերտեցեք եւ նրանց մկրտեցեք հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Եվ մենք քարոզում ենք մեկ Աստվածություն, որ 3 անձերով է մեզ հայտնվում։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, որ մեկ Աստված է։ Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի սրբազան խոսքը, սիրելիներ։ Մենք վերջացրեցինք այսօրվա մեր սերտողությունը, այսօրվա քարոզախոսությունը, ինչպես սկզբում ասացի, ավելի սերտողություն էր։ Մենք շատ ուսումնասիրեցինք, քան քարոզեցինք։ Տերը օրհնի ձեզ, եկեք ոտքի կանգնենք, աղոթքով վերջացնենք։